Այսօր խոսելու ենք կրթության ապագայից և ապագայի կրթությունից։ Ժամանակակից աշխարհում կրթությունը ադապտացվող է, դինամիկ և հավերժ։ Այս գիրքը մեզ կփչացնի որպես ազգ, այս գրքերը շատ վատ են պետք է փոխել։ Կրոնի պատմությունը անգամ հանեցին, չէ՞, կրթական ծրագրից, ճիշտ եմ հիշում։ Չեմ կարծում, որ դա խնդիր է։ Ընթերցանության մեջ ավելի առաջատար են աղջիկները, մաթեմատիկայի մեջ տղաները։ Լավ, մարդը ո՞նց է այս ամեն ինչը հասցնելու։ Ամեն դեպքում սովորել։ Բարև ձեզ, եթերում Բարդ մարդ հաղորդաշարն է և ձեզ հետ, ինչպես միշտ, հոգեբան Սոնա Մանուսյանը և բանաստեղծ Կարեն Անտաշյանն են։ Այսօր խոսելու ենք կրթության ապագայից և ապագայի կրթությունից։ Ու այս բարդ հարցի պարզաբանման ոլորաններում այսօր մեզ առաջնորդելու է կրթության սոցիոլոգ Սոնա Բալասանյանը։ Ողջույն Սոնա։ Բարև ձեզ։ Ուզում եմ հիշեցնել, որ Սոնան ուսումնասիրում է հենց կրթության միջոցով մարդու և հասարակության հարաբերությունները, ինչպես նաև դասավանդում է Երևանի պետական համալսարանում, ու մեր խոսակցության մեկնարկի համար ուզում եմ sense մի տեսակ գուցե պարզունակ մի քիչ գուցե նաև պրովոկատիվ հարց տալ, որը բխում է իմ աշխատանքային տարբեր տեսակի հարաբերությունների արդյունքում ունեցած դիտարկումից, որ կրթվածություն այնքան էլ հավասար չի ինտելեկտ։ Այ ուզում եմ հասկանանք ինչ է նշանակում լինել կրթված և դրա տրամագծորեն հակառակը ինչ է նշանակում լինել անկիրթ և արդյոք հասարակությունը վճարում է ոչ միայն կրթված իր անդամների կրթված լինելու, այլ նաև անկրթության համար։ Շնորհակալ եմ հարցի համար։ Կրթված լինել ըստ իս բոլոր ժամանակներում նշանակում է տիրապետել գիտելիքի, որը ձև և բովանդակություն է հաղորդում գոյությանը։ Այս առումով շատ դժվար է զանազանել և այդ տարանջատումը իրականացնել կրթվածի և չկրթվածի միջև։ Ես կարծում եմ, որ բոլոր ժամանակների համար այս սահմանումը ճշմարիտ է, բայց միգուցե մեր ժամանակների համար առանձնահատկությունն այն է, որ ֆորմալ կրթությունը համատարած է, իսկ տեխնոլոգիաների և նորարարության զարգացմամբ այն նաև զանգվածային է, նույնիսկ կարելի է ասել գերզանգվածային, այնքան տարածված, որ կրթությունն ամենուր է և ըստ տնտեսական համագործակցության և զարգացման գործակալության ժամանակակից աշխարհում կրթությունը ադապտացվող է, դինամիկ և հավերժ կամ ցկյանս։ Ցկյանս բառը։ Ինչու որ ցմա։ Իսկապես ի՞նչ տարբերություն։ Ինչու, որովհետև ինստիտուտներն ու հասարակությունները չեն մահանում, դրանք անվերջ անդադար սովորում են։ Լավ։ Եվ այս առումով շատ հետաքրքիր օրինակներ կարող ենք մտածել, օրինակներ բերել, որ նույն մեր հասարակության մեջ փիլիսոփա կարող է լինել Օշոն և Հարարին։ Հարարին ակնհայտորեն ակադեմիայի ներկայացուցիչ, իսկ Օշոն ուղղակի մարդով մտածում է իր կենսափիլիսոփայության տեսանկյունից, բայց երկուսն էլ փիլիսոփա են և ընդունված երկուսն էլ պրոցեսին են մասնակցում կրթելու։ Կրթվելու և կրթելու երկու պրոցեսին էլ մասնակցում են։ Ես շաքարով կտրեցի քո խոսքը ինչ է։ Հետաքրքիր օրինակ բերեցիր այդ երկու գործիչներին։ Մի քիչ եթե ընկնենք ծայրահեղությունների մեջ, ակադեմիական ապացուցողական գիտությամբ եկած ավանդական կրթություն և ասենց ինքնագործ life coach-եր, որ այսօր շատ պոպուլյար են Instagram-ում, այսինքն երկուսն էլ համարում են կրթության առաջամարտիկներ, մենք այդ երկու առաջնորդություններին հետևողներին էլ ասում ենք կրթված։ Այո։ Ավելի հետաքրքիր օրինակներ բերենք։ Եթե ժամանակակից դեմքերին ուսումնասիրենք կամ դեպքեր ուսումնասիրենք, եկեք մի հետաքրքիր օրինակ էլ տաբերեցի, Էլոն Մասկը, Ցուկերբերգը և Ալտմանը։ Երեքն էլ անեկդոտի սկիզբոց։ Մտնում են պոնչիկանոց։ Երեքն էլ կիսատ են թողել, կարելի ասել գեր բարձրագույն կրթություն։ Ցուկերբերգը Հարվարդը, մյուս երկուսը Ստենֆորդը և
ուղղակի կիսատ թողեցին եւ շտապեցին սովորել գործով, անցնել նորարարության եւ ցույց տալ, թե իրենք ինչ կարող են։ Այսինքն այդ իմ նախնական ենթադրությունը, որ ամեն դեպքում կրթություն հավասար չի ինտելեկտ։ Ճիշտ է, բայց ինչի ենք մենք անպայման ուզում, որ կրթությունը լինի համատարած եւ պետական հետեւողականության այդ պրեսի տակ, մամլեջի տակ։ Կարևոր է, թե այս մարդիկ ինչ կրթություն կիսատ թողեցին եւ որ մարդիկ այդ կրթությունը կիսատ թողեցին, արդեն բոլորը կարող են կարողությունների տեր մարդիկ եւ այլն։ Այդ քո ասած ինտելեկտուալ կարողություններ, որտեղ ըստ էության ես չի ուզի մարդիկ հայթակղվեն, որ օքեյ, ես կարող եմ կիսատ թողել եւ դեմ։ Երեխեքը տես բանի են սպաս։ Բիլիոներների 76%-ը ունի բարձրագույն կրթություն եւ նրանց ընդամենը 10-ից 15%-ն է, որ կիսատը թողնում բարձրագույն կրթությունը, այսինքն սրանք ուղղակի որակական վառ օրինակներ էին, որ բերեցինք։ Եվ եթե որակական բնութագրիչները դիտարկենք կրթված լինելու եւ չլինելու, այստեղ մեր ուսումնասիրման սպեկտրը շատ բազմազան է, լայնամասշտաբ։ Վիճակագրությունը ընդհանուր առմամբ հետաքրքիր է եւ եթե նայեք 1970-ականներին համեմատելու համար մեր ժամանակների հետ, բարձրագույն կրթություն ստանում էր երիտասարդ ազգաբնակչության 10% ընդամենը։ 2020-ականներին այս թիվը ամբողջ աշխարհի համար։ Երկու դեպքում էլ ամբողջ աշխարհի համար է։ Այո, ամբողջ աշխարհում 20-ականներին արդեն 40%-ը, իսկ զարգացած տնտեսություններում 60%-ը։ Իսկ այն սովետից եկած ոնց որ բարձեցումը, բարձենալը, որ մենք ունեցել ենք համատարած կրթություն, այսինքն 70-ականների համաշխարհային վիճակագրության մեջ մի քիչ սովետը տարբերվող ենթակատեգորիա չէ եւ եղել, ես հիմա սովետի բան չեմ տանում, ուղղակի ինձ հետաքրքիր մեր երկրները ինչպես ցանիշ են ունեցել։ Կան տարբերվող դեպքեր եւ հենց Հայաստանի մասին խոսենք, հանրակրթության մեջ 95% ներգրավվածություն կա երեխաների եւ պատանիների, իսկ բարձրագույն կրթության մեջ, չնայած որ մենք զարգացող տնտեսություն ենք, այնքան ինչքան զարգացած տնտեսություններում 60%։ Բայց ներգրավվածությունը դեռ որակ չի նշանակում ու որակի մասին մենք կարող ենք անverջ խոսել։ Այո, ըստ ինձ թվում է նաև կապ ունի այդ որպեսզի ճիշտ սխալ եզրակացության չգանք, որ բարձրագույն կրթությունը կիսատ թողելը ամեն դեպքում հավասար չէ անպայման հաջողության, այդ ոնց որ այն փրկվածի սխալանքն է, այսպես ասած, որ եթե այս մարդիկ չեն կիսատ են թողել եւ հաջողել են, ուրեմն կիսատ թողել հավասար է հաջողություն, եկեք մեր հեռուստադիտողներին եւ հատկապես երիտասարդ եւ պատանին նման ուղերձ չհղենք ամեն դեպքում սովորել։ Եթե ավելի մասնագիտացնեմ այդ դիտարկումը, ավելի շուտ այսպիսի սոցիալ-պատմական կամ սոցիալ-մշակութային առանձնահատկություն ունի կրթությունը։ Տարբեր պատմական ժամանակահատվածներում այն կամ ձեռք է բերում մեն իշխանություն, օրինակ սխոլաստիկայի ժամանակ, երբ կրոնական հաստատություններն էին միայն դոգմատիկ, կրթության կրողը, եւ լինում են ժամանակներ, երբ այսպես կոչված տարալուծվում է այդ իշխանությունը ամբողջ հասարակության մեջ, մինչև որ կրթական ինստիտուտը կկարողանա այն ինչ որ ձևով կոնսոլիդացնել։ Շատ ճիշտ։ Մենք հիմա որ փուլում ենք ցրիվության թե այդ կոնսոլիդացման։ Ես կարծում ցրիվության։ Կրոնի պատմությունը անգամ հանեցին, չէ՞, կրթական ծրագրից, ճիշտ եմ հիշում։ Դեմ չես կարող։ Հենց այն հանգամանքը, որ ամենուր եւ հավերժ սովորելու գաղափարն է դրված բոլոր կրթական հիմնական սահմանումներում։ Հենց դա խոսում է այն մասին, որ հասարակությունը կրթությունը ընկալում է որպես ամենուր, ամենտեղ իրականացվող գործընթաց։ Բայց մյուս կողմից այսպիսի մի բան էլ կա, որ գերմեկնաբանման տեղ է դարձել կրթական խնդիրը քննարկելը։ Օրինակ, ինչ լինում ասում են, դե դա որ ցանկացած խնդիր, քաղաքական, չգիտեմ, մշակութային, թեկուզ առօրյա վարքագծային, հանգեցնում է նրան, որ ամեն ինչ գալիս է կրթությունից։ Բոլորը այդ մասին խոսում են, բայց դա ոնց որ դարձած լինի արդեն ոչ թե քննադատություն, այլ կլիշե։
մի տեսակ ամեն ինչում մեղավոր է կրթությունը, բայց մի քիչ կոնկրետություն էլ չկա, հատկապես ինչի վրա է այնուամենայնիվ կրթությունը ազդում որպես գործոն հասարակության process-ի մաս։ Ինչի վրա է, որ չի ասում, այսինքն ինքը դարձել է մի տեսակ ամենապատճառ ամեն ինչի։ Ես սա ասում եմ ու ուզում եմ մի քիչ ոնց որ քո արձագանքը լսեմ նաև, էլի, ի վերջո մենք կարող ենք մի քիչ կոնկրետացնել խոսակցությունը։ Կրթությունը ինչ խնդիր է, էլի Հայաստանում այսօր։ Global context-ի մեջ։ Ես համաձայն եմ, որ դա ուտոպիստական մոտեցում է, որ կրթությունից է եւ կրթությամբ կարելի է ժամանակ շահելու ինչ որ առումով։ Համ խնդիրն է, համ սպեղանին է, ամեն ինչը, չէ՞։ Եթե քաղաքական, տնտեսական, մշակութային, այլ համակարգերում խնդիրներ կան, կրթությունը չի կարող այդ հասարակության հարցը լուծել եւ հակառակը քննադատական դպրոցները միշտ մարքսիզմ, նեոմարքսիզմ միշտ քննադատել են այն, որ կրթությամբ հասարակությունները վերարտադրում են անհավասարություն, մանիպուլացնում են խնդիրներ, երկարաձգում են հարցերի լուծումներ, որպես տվյալ ներկայացնում են այն, ինչը վիճելի է, որովհետև ընտրվում է գիտելիքը եւ գիտելիքը նաեւ իշխանություն է։ Սոնա, այս իշխանություն, կրթություն այս հարցերը բնականաբար շատ կարևոր ֆունդամենտալ հարցեր են, բայց երևի եթե հետ կողմ գնանք, մենք ոնց որ առանձին խոսակցության թեմա կունենանք։ Ինձ հետաքրքիր է որքան էլ որ մենք շատ ընդհանրական ենք խոսում կրթությունից, մի տեսակ նվնվոցի է նման այսօր կրթության քննադատությունը, ակնհայտ է որ կրթական խնդիրները կան ու իմ դիտարկմամբ այդ խնդիրների մի մասը դա միջսերնդային մեծացող տարբերությամբ պայմանավորված խնդիրներն են։ Այսինքն մեծերը ասում են, այսինչ են սովորում, չեն սովորում, այսինքն փորձում են ավանդույթի ուժով իր սովորացնելու սովոր ձևերով սովորեցնել, իսկ նոր սերունդն էլ ոչ միայն ոնց որ տեսակ խորհրդություն է անում այդ հին մեթոդների հետ, այլև երբեմն նույնիսկ ինքն է սովորեցնողը։ Հմտություններ եւ գիտելիք կա, որ ոնց որ կրտսեր սերունդը կարող է փոխանցել մեծին, ոչ թե հակառակը։ Այսինքն հասկանալով հանդերձ, որ միշտ են եղել այդ սերնդային տարբերությունները, երբեք նույնական չի եղել, ոնց այնուամենայնիվ տպավորություն կա, որ խզումը մեծանում է եւ դա կարող է ունենալ կրթական ինստիտուտի ապագայի համար ինչ որ հետևանք։ Ինչ կասես այս առումով։ Ճիշտ ասած, ես այդպիսի խնդիր չեմ տեսնում։ Չեմ կարծում, որ դա խնդիր է, որովհետև հայրերի եւ որդիների կոնֆլիկտը միշտ է հասարակության մեջ է, ոչ միայն կրթության մեջ է։ Ինչ որտեղ համաձայն եմ հետ սովետականության ստվերի ներքո, այդպես գիտականության պատկերացումների տարբերությունների շուրջ համաձայն եմ, որ երբեմն մանկավարժական մեթոդը, երբ այն գալիս է սովետական ժամանակահատվածից, չէ, երբեմն արդեն կարող ենք ասել, որովհետև ցավոք մանկավարժական փորձ ունեցող մանկավարժները արդեն շատ չեն։ Ինչու եմ ասում ցավոք, որովհետև դա էլ իր առանձնահատկությունն ունի մեթոդական պատրաստվածության, որոշակի դասավանդման որակի տեսանկյունից։ Ես կասեի, որ այդ միջսերնդային բախումը ինստիտուցիոնալ խնդիր է իրականում։ Եթե մենք նայենք մշակութային ավանդույթի տեսանկյունից, դա բնական երևույթ է։ Ճիշտ այնպես, ինչպես ավագ սերնդի նկատմամբ վերաբերմունքը։ Մենք դա հատուկ չենք սովորեցնում կամ ինչ որ պահի սովորեցնում ենք, հետո բաց ենք թողնում։ Այստեղ ավելի շուտ մեխանիզմներն են կարևոր, թե որ դեպքում ինչն ենք ողջունում եւ ինչն ենք գնահատում։ Բնականաբար փորձագիտական գիտելիքը, տարիների փորձը, ակադեմիայի առկայությունը, սրանք կարևոր են կրթության համար։ Բայց մյուս կողմից նորարարությունը չի կարելի խեղդել եւ նոր սերնդին հնարավորություն պետք է տալ, որ ինքը կարողանա կոնտրմշակույթ ձևավորել, հակառակվել, քննադատել։ Ճիշտ հակառակը հենց գիտությունը կամ կրթությունը դրանով են զարգանում, երբ աշակերտները ավելի լավն են դառնում վերջո, քան ուսուցիչները։ Ուղղակի ես ինչից եմ հասկանում ես, որ կամ կարծում, որ այդ տարբերությունները մեծացել են եւ այսինքն երկխոսության տեղերը որքան է որ տարբեր սերունդներն փոքրացել են, որ օրինակ մենք ավելի ես էլի չեմ ուզում մեր ժամանակ ճիշտ էր հիմա սխալը, ուղղակի նկատում եմ իմ, ասենք, սեփական երեխաների վրա, որ օրինակ ավելի դժվար է իրանց ուղարկել դպրոց, այսինքն դպրոց գնալը որպես ինստիտուտ արդեն մի տեսակ իր դերը կարծես սպառում է, այստեղ անելիքները գուցե ավելի ֆունդամենտալ են լինելու։
Դա էվոլյուցիա է խնդիրը արդեն, ու քանի որ խոսում ենք ապագայի կրթությունից, այո, դա շատ կարևոր է։ Մենք գործ ունենք թվային քաղաքացիների հետ։ Նրանք ծնվել են թվային աշխարհում, նախորդ սերունդները, նույնիսկ մենք դեռևս այդպեսին չենք եղել։ Եվ սա էվոլյուցիոն խնդիր է, մենք խոսում ենք սերունդների տարբերությունների մասին, բնավորությունների տարբերություններ կան սերունդների միջև, սա միշտ եղել է եւ միշտ կլինի։ Պարզապես այդ համագործակցման, մեկը մյուսին հասկանալու կոմունիկացիայի խնդիրը։ Այո։ Ամեն դեպքում միջսերնդային տարբերությունները շատ ավելի խորն են հիմա, քան երբևէ եղել են։ Ես էլ եմ իմ երեխաների հետ շփումներում դա զգում եւ երիտասարդների առհասարակ, եւ սա ինձ համար, համոզված եմ իմ սերնդակիցներից շատերի համար, եւս մի մարտահրավեր է էլի նոր մի բան սովորելու։ Մենք անընդհատ ոնց որ այնքան արագ է այս տեխնոլոգիական փոփոխությունները, շուկայի պահանջները, չգիտեմ, պահանջվող հմտությունների բանը փոխվում, որ մենք անընդհատ ստիպված նոր բան ենք սովորում։ Այսինքն ինքնակրթության, այլ նոր անելու ձև, նոր ապրելու ձև անգամ, ես կասեի, սիստեմիկ է անընդհատ։ Հա, ոչ թե նոր հմտություն, այլ նաև նոր ապրելու ձև, անընդհատ։ Եվ այս ինքնակրթության անընդհատ բանը, ես ճիշտ է, կոգնիտիվ գիտությունը ասում է, որ դա միայն լավ է երկարակեցության համար, նոր բաներ սովորեք, շարժվեք եւ այլն, շարժեք ձեր մարմինը եւ միտքը, բայց մի տեսակ զգացողություն ունեմ, որ այս ինքնակրթությունը իբրև կրթության շատ կարևոր բաղադրիչ արդեն թողնված է ինքնագործունեության եւ կամընտրականության վրա, որտեղ նույն կերպ ես նկատում եմ, որ իմ սերնդակիցներից շատերը այդ ջանքը չեն դնում, մնացել են 10 տարի առաջ, 20 տարի առաջ անգամ։ Հենց իրենց համար, չէ՞։ Այո, կարող մեծամիտ հնչի, բայց ասենք ես շփվում եմ մարդու հետ երկար պաուզայից հետո իմ սերնդակցի, տարեկցի եւ զգում եմ, որ մենք տարբեր ժամանակներում ենք ապրում։ Հիմա հարցս հետեւյալում, արդյոք հնարավոր է այդ ինքնակրթություն կոչվածը կամ այդ update-ը անհրաժեշտ արդեն սուպեր անհրաժեշտ դնել ինչ-որ ինստիտուցիոնալ բանի վրա, որ մենք չկարողանանք խուսափել այդ update-ից։ Նաեւ ավելացնեմ, նաեւ որպեսզի այս հանրային խնդիր չդառնա, էլի այսպիսի ասիմետրիաների, չէ՞, որ ասենք մի մասը, ասենք առաջագնում, մյուսը շատ արդեն տեսակ հետին մղվում, այդ մի տեսակ հարթելու համար։ Միանշանակ եւ ապագայի կրթությունը կամ կրթությունը ապագա տանելու ճանապարհը հեշտ չէ, դա ինստիտուցիոնալ կառուցման աշխատանք է, անհատի եւ ինստիտուտի փոխհամագործակցության արդյունք է եւ ինքնակրթության տեսանկյունից դա ուղղակի օվկիանոս չէ։ Պետք է հասկանալ, թե որ հարցերում ինքնակրթվել, որտեղ է կարևոր այդ ինքնակրթությունը։ Դիմենք տնտեսագիտական գիտելիքի օգնությանը, համաշխարհային տնտեսական կազմակերպությունը նշում է, որ 2030 թվականից արդեն աշխատող ազգաբնակչության 50%-ը ստիպված է լինելու վերապրոֆիլավորվել եւ զարգացնել իր վերլուծական հմտությունները, տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտությունները եւ ամենակարևորը ինքնակառավարման հմտությունները։ Եվ ունենք մենք դրա դեպի այդ տանող process-ը, այսինքն այդ միջազգային վիճակագրությունը հաշվի առնելու մեխանիզմներ, պատրաստակամություն, որպեսզի այդ չէ՞ որ դա հանրային խնդիր է, դու անձի վրա չես կարող, թող ոնց որ Կարեն ասեց, էլի։ Օրինակ, մեր եկող տարվանից արդեն պարտադիր է, որ բոլորը պետք է հանձնեն եկամտային հարկի հաշվետվություն։ Դա էլ է գիտելիք կրթություն։ Մի քիչ տարիքով մարդիկ կան SMS անգամ հեռախոսով դժվարանում են գրել։ Դե ստացվում է, որ մարդիկ տեխնոլոգիական որոշակի հմտություններ սովորելու են։ Այո։ Եվ կանխատեսումը հենց 2030 թվականից հետո անխուսափելիությունն է։ Անխուսափելիությունը։ Անկախ իրենցից մարդիկ սկսելու են այդ հմտությունները ձեռք բերել եւ ես վերլուծական հմտությունների կողքին նաեւ կառանձնացնեմ ստեղծարարությունը, ստեղծագործականությունը։ Դրանք շատ կապված են ինքնակրթության եզրույթի հետ։ Ես համաձայն եմ, որ ինքնակրթության գործընթացի ուսումնասիրման կարիք կա տարբեր կոնտեքստներում, տարբեր դեպքերում եւ այստեղ լուրջ բաց կա ոչ միայն
ընդհանրապես քաղաքացիների համար, այլ հենց աշխատաշուկա մուտք գործող նորավարտ երիտասարդների համար, ովքեր Հայաստանում երկուսից մեկը դժվարանում է գտնել իր մասնագիտությամբ աշխատանքը։ Այստեղ հենց այդ հմտությունների պակասը ես կառանձնացնեի ավելի, քան բուն ինքնակրթության բարձի թողի վիճակը։ Իսկ ինքնակրթությունը այս կամ այն կերպով ներմուծվում է ֆորմալ կրթություն, այսօր ավելի շատ են խրախուսվում քննադատական մտածողությամբ գրված որոշակի տեքստեր, ինքնուրույն ընթերցումներ, ինքնուրույն աշխատանքներ, ռեֆերատներ, որոշակի պոստերների ստեղծում կամ պրոյեկտային ուսուցում, սրանք արդեն նոր չեն մեր կրթական համակարգի համար, գնահատման համակարգերն են փոխվել, շատ են փոխվել բարձրագույն կրթության մեջ, գնահատվում է արդեն ուսանողը, եթե էսե է գրում կամ քննադատական փոխադարձ գնահատումներ էլ կան, չէ՞, կարծես թե դպրոց դեռ չի մտել, որ ուսանողն է գնահատում մյուս ուսանողին, աշակերտը մյուսին, չկա տենց բան։ Կան, նաև կույր գնահատումներ կան, չգիտեն թե գնահատականը որտեղից եկավ։ Ընդհանրապես գնահատման համակարգի մասին խոսվում է, շատ է խոսվում, եւ ես կասեի, որ դա հենց այդ ինքնակրթության կոմպոնենտին ուշադրություն դարձնելու հակառակ կողմն է։ Այս հարցին շատ սահուն կպնում է նաև հիմա գլոբալ դիսկուրսում շատ տարածված մեռնող մասնագիտություններ հասկացությունը, որ սպառնում է ահագին մեծ թվով մասնագիտությունների վերացման, այսինքն այդ մարդիկ այսպես թե այնպես ստիպված են լինելու վերապրոֆիլավորվել։ Դե եթե ստեղծագործականությունը եւ տեխնոլոգիայի հետ աշխատանքը լավարկի մասնագետը, նա ձեռք կբերի նոր աշխարհայացք, նոր պատկերացում այն մասին, թե ինչ անել իր մասնագիտությամբ։ Ինձ թվում է մի քիչ շատ ուտոպիստական այդ հույսը։ Օրինակ ես հակառակ պեսիմիստական գնահատականներն եմ լսել նույն ստեղծագործականության մասին։ Օրինակ, ասում է, այո, ստեղծագործական նկարիչը չի կարող, արհեստական բանականությունը չի կարող փոխարինել նկարիչին, չէ՞, որ ունի որոշակի ստեղծագործական էներգիա եւ ակադեմիական օրինակ։ Այո, բայց այդ սկսնակ նկարիչները սկսում են իրենց ճանապարհը եւ կանալ ինչ որ մանր-մունր գործերով եւ պատվերներով, որը հիմա արդեն չեն կարող ունենալ, որովհետև AI-ը կտրում այդ մարդկանց հացը, այսինքն որպեսզի սկսնակը դառնա պրոֆեսիոնալ նկարիչների հանդեպ հարց չկա, AI-ը չի կարող հաղթել, բայց որպեսզի դու անցնես այդ ճանապարհը եւ կայանաս, փորձառություններ պիտի անես, այո, մի ձև պետք է վճարվես։ Մեկը խրախուսի քեզ։ Այդ նշանակում է, որ եթե կենթանի բոլոր նկարիչները իհարկե կարևոր բան է, այսպես անձի զարգացման ճանապարհը, նորերը կարող է չգան այլևս։ Կա տենց պեսիմիստական գնահատական։ AI-ի հետ կապված վերլուծությունները մանավանդ հասարակագիտության մեջ նոր են, ժամանակակից գրականության մեջ այդպիսի աշխատություն կա, կոչվում է AI Hailing։ Այստեղ հիմնական արգումենտը այն է, որ այսօր յուրաքանչյուր անհատ փնտրում է այդ արհեստական բանականության հետ իր փոխհարաբերության տեսակը։ Եվ եթե նկատեք, դա դեռևս բավականին անձնական, սուբյեկտիվ գործընթաց է։ Շատ անձնային շփում է գնում ու ChatGPT-ին, հատկապես հոգեբան բոլոր պատկերացնի ինչքան անձնական գործընթաց է դա։ Եվ այդտեղ նույնիսկ այս պահին մուտք գործել որպես հետազոտող կդժվարանանք, որպես սոցիալական հետազոտողներ կդժվարանանք, որովհետև մարդիկ դեռ պետք է ադապտացվեն, ճանաչեն, ինքները իրենց համար հասկանան, թե այդ գործիքը ինչպես են կիրառում։ Օքսֆորդի համալսարանը վերջերս բաց մուտք ապահովեց իր բոլոր ուսանողների համար ChatGPT-ի նոր տարբերակներին եւ արհեստական բանականությանը խրախուսելով դրա էթիկական եւ շահեկան կիրառումը։ Ավելի ճիշտ կլինի հարցնենք իսկ որն է այդ էթիկական եւ շահեկան կիրառումը, որ դեպքերում է դա այդպես։ Եվ ապագայի կառուցման տեսանկյունից այդ ռազմավարական պլանավորումը շատ կարևոր գործընթաց է։ Հեշտ է ուղղակի ասել ռազմավարական պլանավորում, բայց եթե այդ գործընթացը ճիշտ ենք իրականացնում, դա ենթադրում է շահակիցների միջև կոնսենսուս, պատկերացում են մասին, թե ինչ հիմնադրույթների կամ հիմնակարերի վրա ենք կառուցում ապագան կրթության, ըստ համաշխարհային տեստավորման, ուրեմն
արդյունքների, խոսքս հայտնի Փիզայի մասին է այդ գնահատման գործընթացը։ Փիզան շատ քննադատվում է կրթության մասնագետների կողմից, դա համաշխարհային համագործակցության եւ տնտեսության գործակալության կողմից արվող տեստավորում է բոլոր երկրների հանրակրթության, որտեղ առաջատար են ուրեմն Ճապոնիան, Հարավային Կորեան, Էստոնիան եւ Սինգապուրը։ Սինգապուրը արդեն քանի տարի առաջին։ Հայրս իր մեջ մնան ու ասեն Սինգապուր, չէ՞։ Հայաստանը, հա, այս վերջերս նույն գնահատման տվյալներով միջինից ցածր է։ Հա, իր կարակրթությամբ, ընդ որում ընթերցանության մեջ ավելի առաջատար են աղջիկները, մաթեմատիկայի մեջ տղաները։ Եվ այստեղ խնդիրներ կան, որոնք որ պետք է ուսումնասիրել, հասկանալ։ Միևնույն ժամանակ Փիզան կարելի է քննադատել, դա մարաթոն չէ, այսինքն երկրները նաև քննադատվում են նրա համար, որ փորձում են այդ գնահատման արդյունքները բարձրացնել։ Հա, հիմնվել, հա, ավելի խորքային խնդիրներին պետք է ուշադրություն դարձնել, հասկանալով, թե մենք ինչ ապագայի տեսլականի մասին ենք մտածում։ Գլոբալ առումով այդ թիվը աճել էր, թե նվազել։ Գլոբալ միջին թիվը Փիզայի տեսանկյունից նվազել էր վերջին տարիներին։ Այո, այսինքն այս բոլոր պետքեները օրինակ հասկանում ենք, որ այո, պետք է ոնց որ այդ նոր հմտությունները պետք է գլուխ անել նոր իրողություններում AI-ի հետ քո հարաբերությունները եւ այլն, եւ պետք է, բայց ես գնում եմ նաեւ այն կողմ, որ Կարենը նաեւ ասաց, որ մարդը մի մարմին է, մի ոնց որ կյանք ունի, անընդհատ այդ փոխվել, անընդհատ կրթվել, անընդհատ նոր հմտություն ձեռք բերել, անընդհատ ոնց որ քննություն հանձնելու մեջ լինես, այդ ու նաև կարող ես դուրս մնալ, այսինքն կարող ես հմտություններ չձևավորել, չկարողանալ ճիշտ ժամանակին այդ անձաձևավորման լավ փուլում մտնել աշխատաշուկա, գոնե մի քիչ խրախուսվել քո փորձարկումների համար, ասենք արվեստագետ, ոչ միայն արվեստագետ կարծում։ Մի խոսքով այս բոլոր բաները ինձ մոտ որպես հոգեբանի մոտ առաջացնում են հարց, լավ, մարդը ո՞նց է այս ամեն ինչը հասցնելու։ Ես միշտ այդ լիմիտներն եմ պատկերացնում բոլոր հնարավորություններով, հանդերձ մեկ մարդը իր կյանքի ընթացքում ինչքան է հասցնում կրթվել ու դա ինչքանով է պետք։ Կարող է շատ ենք չափ անցել կրթվելով։ Դե հիշում եք մենք թվեցինք անհրաժեշտ հմտությունները եւ դրանց շարքում էր նաեւ ինքնակառավարումը։ Ինքնակառավարվել նշանակում է հասկանալ, թե քեզ համար որոնք են առաջնահերթությունները, որ հնարավորություններից ես օգտվում, որ հնարավորություններն ես բացառում, ինչպես ասել ոչ, որ դեպքում Instagram-ի ինֆլուենսերին որ դեպքում ես զարգացնում, որ հմտությունը, ինչքան ժամանակ ես ներդնում դրա մեջ, դրա համար այդ կյանքի պլանավորման, այդ կյանքի հենց counseling-ի կամ այդ նաև կյանքի այդ ցուցանիշների, կյանքի որակի ցուցանիշների կառավարումը ոնց որ կարելի է խմբավորել ինքնախնամք այդ հասկացության տակ, որ էլի Ֆուկոն է ձևակերպել եւ հիմա այսինքն ստացվում է մեր կենսակերպի բերումով, եթե դու չհետևես քո կերածին, որ քո ֆիզիկական ակտիվությանը եւ այլն, շատ արագ կփչացնես առողջությունը։ Եթե առաջ այտենց խնդիր չի եղել, մարդիկ ստիպված են եղել քայլել, ստիպված են եղել սոված մնալ, ստիպված են եղել շփվել այլ մարդկանց հետ, հիմա մենք այդ ամենը ոնց որ եւս մի բեռ է մեր սերնդը, պետք է գիտակցաբար անենք, այսինքն դրա մեջ շատ ուժեղ սովորելու կոմպոնենտ կա, տես ասում ենք, սովորենք հետևել արյան ճնշմանը, բանին, ինչ գիտեմ, շաքարին, խոլեստերինին, քայլած բաների քանակին, ոնց որ մի հատ ես հերթ չենք տալիս քեզ, բայց ավելացնեմ նոր պատասխանես, էլի մտես նորից այդ բանը կա, որ ասենք պարադոքս կա իմ համար, ասենք քեզ օրինակ սոցցանցերում ինչ որ sense իմաստուններ լինի, դա հավելված, արդեն AI-ներ կան, որոնք օրինակ, չէ, կոնսուլտանտներ են որպես աշխատում եւ AI գեներացված նկատի ունեմ, հա, քեզ ասում են ինքնախնամվիր, բայց ոնց որ դա էլ ես դու անում նստելով ու բանի հաշվին, հա, քո ժամանակի հաշվին, այսինքն նույնիսկ այդ ինքնախնամքի մեսեջը կարա թակարդ լինի կամ կրթվելու մեսեջը կարա թակարդ լինի մեկ այլ իրական կրթման, այսինքն շատ դժվար է այսօրվա մեդիայում կարծում եմ նաև այդ քո ասած ինքնակառավարումը անել, այսինքն հասկանալ, ջոկել, ինչը վերցնեմ, ինչից կարող եմ հետ կանգնել ու պարտադիր չհամարել։
Դա է պատճառը, որ խորհրդատվությունը այսօր ամենաթանկ գնահատվող ծառայություններից է։ Եվ զարգացած կրթական համակարգերը իրենք ուսանողներին տրամադրում են խորհրդատվություն։ Ու խոսքը հենց կյանքում կողմնորոշվելու անձնային աճի վերաբերյալ խորհրդատվությունն է, որը ուղղակիորեն կապ ունի կարիերայի զարգացման հետ այսօր։ Այս երկու ուղղությունները զարգացման, անձնային աճի եւ կարիերայի զարգացման ուղղությունները տարանջատելը հնարավոր չէ։ Եվ երբ ասում ենք այդ ցկյանս կրթության գաղափարը կամ հավերժ սովորելու գաղափարը, դա ինչ որ առումով նոր չէ, աշխարհում միշտ սովորել են։ Բայց մեր առանձնահատկությունը, մեր ժամանակի առանձնահատկությունը հենց այդ ուսանման ու դասավանդման տեմպն է։ Այդ տեմպի մեջ շատ դժվար է, այո, պահել անձնային ամբողջականությունը։ Այո։ Դրա համար խորհրդատվությունը դառնում է շատ կարևոր ֆունկցիա եւ ես հիմա անձամբ հետազոտության մեջ դրանով եմ այդ եզրույթի հետ եմ աշխատում, ուզում եմ հասկանալ, թե հայաստանյան կրթական համակարգում խորհրդատվությունը ինչպես կարող է ինստիտուցիոնալ կերպով ներդրվել որպես կարիերայի խորհրդատվություն։ Օրինակ բուհերում արդեն տասնամյակների պրակտիկա է, որ կա հոգեխորհրդատվության կենտրոններ, որոնք կից են հենց այդ կարիերայի կենտրոններին, որտեղ ուսանողը պետք է լավ լինի, որ կարողանա լավ սովորել, եթե խնդիրներ ունի, չէ, պիտի իրեն կողմնորոշես, որ անպայման, այ օգնել է պետք մարդկանց, երբ որ նրանք քննությունները չեն կարողանում հանձնել, քանի որ էկոլոգիական խնդիրներին զուգահեռ աշխարհում նաև ահազանգող աճ կա հոգեբանական խնդիրների։ Այո, ես Սոնան էլ իբրև երկու աշակերտների հայր եւ մայր, որ պատրաստվում են կեսա բարձրագույն կրթության, ես իրոք զգում եմ, որ կա այդ խորհրդատվության կարիքը, ես մոլորվածության զգացում ունեմ եւ սրանից մենք չէ, բայց երեխաները չէ։ Իրանց համար մեկ է։ Այսինքն սա մեր խնդիրն է։ Էդ էլ ոնց որ էլի միջսերնդային տարբերության հարցը, մենք ենք էլի մեր կյանքը կազմակերպեցինք, հիմա իրանցն ենք ուզում կազմակերպել։ Որպես մասնագետ դա մասնագիտական կողմնորոշման խնդիրն է։ Եվ այստեղ կրկին խորհրդատվության կարիք կա։ Խորհրդատվության, հա, իմ հարցը հետեւյալում էր, առհասարակ, եկեք մի հատ ասենց բարձրից հայացք գցենք, էլի մեր կրթական համակարգի վրա Հայաստանի։ Որքանով է մեր ժողովուրդը վստահում մեր կրթական համակարգին տարբեր մակարդակներում, որովհետև այտենց մի հատ խոսույթ է նաև մտել շրջանառության մեջ, հատկապես այն բանից հետո, որ աշխարհի լավագույն 50 բուհեր ընդունվողները ստանում են տարկետում, եւ բնականաբար Հայաստանը չկա այդ 50 բուհերի մեջ։ Ստացվում է մենք պետականորեն խրախուսում արձանագրում ենք, որ մենք այդ վստահության ինչ-որ շեմ չենք արտահայտում։ Մի տեսակ էլիտիզմին է, չէ՞։ Դե դա փաստն է, իհարկե փաստն է։ Լավ, Գրիգոր Արծրունին ինչ էր հորդորում, մեր պետք է երիտասարդին ուղարկել լավ կրթություն ստանալու, եվրոպական կրթություն ստանալու, որ վերադառնա եւ կրթի Հայաստանում, չէ՞։ Հիմա իսկ վատ կողմ չունի։ Մի հատ գնահատական տուր էլի, մենք ինչքանով ենք վստահում մեր կրթական համակարգին տարբեր մակարդակներում։ Ու այս ապարզ այդ բարձր նշաձողը արդեն հաշվի առած, որ գլոբալ առումով իհարկե մենք մրցակցությանը չենք դիմանում։ Ըստ Կովկասյան բարոմետրի վերջին տվյալների հայաստանյան հասարակությունը կրթական համակարգի նկատմամբ վստահությամբ բևեռացված է, մոտավորապես 40%-ը չի վստահում, 40%-ը վստահում է։ 16% նեյտրալ էր։ Ուրեմն այս չվստահողների մեջ ծայրահեղ չվստահողները ավելի շատ են։ Նրանց 28%-ը ընդհանրապես չի վստահում համակարգին։ Գործնականում գրեթե ամեն երրորդը էլի։ Իսկ վստահողների մեջ ավելի շատ են նրանք, ովքեր կարելի է ասել վստահում են համակարգին, 25%-ը։ Այսինքն բևեռացված են կարծիքները, բայց այդ չվստահողների, միանշանակ չվստահողների տոկոսը ավելի բարձր էր։ Բայց հետաքրքիր է, գուցե չեք հարցաշարում չի եղել այդ մանրամասնումը, բայց չեն վստահում, որ ինչ կանի, չեն վստահում ինչի
Ինչին, այսինքն վստահությունը ոնց է սահմանված։ Ուրեմն կրթության հետազոտություններում, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հետազոտություններում վստահության խնդիրը ամենաբարդ ֆենոմեններից մեկն է։ Մեդիա ուսումնասիրությունները եւ կրթական ուսումնասիրությունները առանձին լաբորատորիաներով են աշխատում, որպեսզի հասկանան, թե ինչ է նշանակում վստահել մեդիային կամ կրթությանը։ Որովհետեւ սրանք երկու այսպես կոչված տարալուծվող համակարգեր են, իրենք ամենաթափանց, այո, ամենուր են, հա, իրենց ֆունկցիաներով, եւ այդտեղ վստահությունը չափելը շատ բարդ գործընթաց է։ Եթե որակական բնութագրիչներով նայենք, մեջբերումներ կարող ենք անել, մարդիկ այո չեն վստահում կրթության որակին։ Դիմում են արտերկրում սովորելու ճանապարհին, որովհետեւ Հայաստանյան հասարակություն շատ հետաքրքիր դինամիկ հասարակություն է, նույն Կովկասյան բարոմետրով մենք տեսնենք, որ 81%-ը մոտիկ բարեկամ ընկեր ծանոթ ունի այլ երկրում։ Այսինքն այս հասարակությունը շատ լավ պատկերացնում է տարբեր երկրներում ինչպես են կազմակերպվում կրթական գործընթացները։ Բայց կրթության այդ այլընտրանքներից օգտվելու համար ռեսուրսներ են պետք, լեզվական, այլ որոշակի համակարգերի բնութագրիչներ սերտելու, կարողանալ է պետք ընդունվել արտերկիր։ Այդ top 50-ի մասին եւ հայաստանյան տեսանկյունից կարող ենք քննադատաբար խոսել եւ աշխարհում կարող ենք խոսել ընդհանրապես այդ ռանկավորման, կրթության գաղափարը, այդ քննադատությունը միշտ կա եւ դա առողջ քննադատություն է։ Բայց նաեւ հիշենք, որ այդ գերազանցության կենտրոնների հետ շփվելը մեր ռազմավարության տեսանկյունից նաև նշանակում է շփվել ապագայի հետ։ Ապագան այսօր էլ է։ Որոշ կենտրոններում ներկայի տեսանկյունից կա արդեն ապագա։ Դրա համար երկրները թվեցի Ճապոնիայի օրինակը բերեցի ռոբոտաշինության տեսանկյունից, Չինաստանի տեխնոլոգիական աշխատանքները, դրանք մեր համար ապագայի մասին են։ Ամբողջ հարցն այն է, իրենց ապագային, ապագայամոտությամբ կարողանում են մեզ էլ տանել դեպի այդ կողմ, մոտիվացնել, թե ասենք ֆիզիկապես տեղափոխվում ես այնտեղ, իսկ քո երկիրը մնում է հնարավորինս հեռու դրանից։ Ամբողջ հարցը նրանում է, որ նրանց համար դա է ապագան։ Այ ինչպես ենք մենք սահմանում ապագան, երբեմն անցյալին վերադառնալը ապագայի սահմանում է։ Ենթադրենք մինչ սովետական Հայաստանում ինչ հասարակագիտություն ունեինք կամ այդ դպրևանքերը ինչպես էին պատճառած գրքեր գրում, սրանք օրինակ ինձ համար որպես մասնագետ շատ հետաքրքիր հարցեր են, ես գտնում եմ, որ մեր մրցակցային առավելությունները կարող է հենց այս հարցերի պատասխաններով պարզվեն։ Սոնա, վստահության հարցերի մասին խոսել ինձ համար նշանակում է այլ ավելի լայն կողմ գնալ ու խոսել առհասարակ հարաբերությունների հարցի մասին։ Կրթական համակարգում, կրթական համակարգի խնդիրները քննարկելիս ավելի շատ ես նկատեմ, ոչ թե ավելի շատ, միշտ կենտրոնանում են բովանդակության վրա։ Այս գիրքը մեզ կփչացնի որպես ազգ, այս գրքերը շատ վատ են, պետք է փոխել, առարկաներ են փոխում, հանում մտցնում, այսինքն բովանդակության վրա է կենտրոնացումը։ Բայց ինչ հարաբերություններ են գերիշխում կրթական ինստիտուտներում ու սովորող դասավանդող եւ այլն, որտեվ իմ կարծիքով որպես հոգեբան գոնե այդպես եմ շահագրգռված տեսնել, հարաբերությունները առանցքային են եւ ինչ կազմում ես բովանդակություն փոխի։ Համաձայն եմ, ցավոք այս թեմայի շուրջ մենք վիճակագրություն չունենք, շատ քիչ հետազոտություններ են իրականացվում, իսկ հետազոտությունների կարիք այս թեմատիկայում շատ կա, որոշ տեխնիկական զեկույցներ կարող ենք գտնել ներառական կրթության հետ կապված, գենդերային փոխհարաբերությունների հետ կապված, բայց սրանք սակավ են, ունեն քիչ լսարան, քիչ են հասկացված եւ այո, հիմքում կրթական համակարգերի զարգացման ամեն դեպքում ակադեմիական ազատություններն են, որոնք առանց միջավայրային զարգացման հնարավոր չէ ապահովել։ Այսինքն ուսուցիչ փոխհարաբերություններ, մենեջմենտ, ուսուցչական կազմահարաբերություններ։ Սա էկոլոգիան էլի դպրոցի, էկոլոգիան բուհի ինչպիսին է։ Շատ կարևոր հարց է եւ պիտի ասեմ, որ ցավոք այս դաշտը փակ է
մենք շատ քիչ բան ենք հասկանում այստեղ։ Ես անձամբ որոշ հետազոտություններ իրականացրել եմ, հաշվի առնելով, որ ֆեմինիզացված է պրոֆեսիոնալ համայնքը եւ դասավանդողների մեծ մասը կանայք են, ես այդպիսի հետազոտություն իրականացրի, կոչվում է ուսուցիչը կին։ Հենց դա է ուզում հասկանալ, ինչպես են փոխհարաբերությունները ձևավորվում այդ ֆեմինին համայնքում, ինչպես են նրանք ընտրում իրենց մասնագիտությունը, երջանիկ են ուսուցչությամբ զբաղվելիս, թե ոչ, ընտրել են այդ մասնագիտությունը, թե հասարակությունն է պարտադրել նրանց կրթությանը դիտարկելով որպես խնամքի մաս։ Ես մի sense հեռահար դիտարկում ունեմ, որ օրինակ մարզերում ուսուցիչ աշխատող կանայք ավելի հպարտ եւ ավելի առանցքային դեր ունեն այդ համայնքում, իսկ Երևանում այդտեղ չի, դա ոնց որ մի գործ է, որը այլ գործեր չստացվելու արդյունքում շատ է կարևոր դիտարկումը։ Ցավոք իմ ուսումնասիրությունը միայն Երևանին էր վերաբերվում, պետք է առանձին նաեւ դիտարկել մարզերը եւ պետք է նաեւ դիտարկել տղամարդ ուսուցիչների մոտիվացիան, աշխատանքային պայմանները, ընդունելությունը աշակերտների կողմից։ Հենց փոխհարաբերությունները։ Նաեւ նույն արտերկիր գնացած ուսանողների հետոն շատ քիչ է ուսումնասիրված։ Ես ընդամենը 7 հարցազրույց ունեմ, որը չի տպագրվել որևէ հոդվածում, բայց այնքան հետաքրքիր ինֆորմացիա կա։ Իմիջիալոց բավականին լավ բարձրակարգ բուհական համակարգ գնացած ուսանողների մասին։ Ուղեղային հոսք։ Ես անընդհատ այդ արտահայտությունների մեջ այդ հարցազրույցներից, որ այն ամենը ոսկի չէ, ինչ փայլում է։ Այն ամենը ինչ փայլում է ոսկի։ Այն ամենը ինչ փայլում է ոսկի։ Ոչ ամեն ինչ ոսկի։ Նրանք լուրջ դժվարություններ ունեն, դրանք ուսումնասիրված չեն։ Կրթություն նաև միգրացիայի մաս է, քաղաքականության մաս է, տնտեսության մաս է ու այդ փոխհարաբերությունները կոմպլեքս են։ Բազմաթիվ հետազոտություններ են անհրաժեշտ հարաբերությունների մասին պատկերացում կազմելու համար։ Այսինքն, որպեսզի ունենանք արդյունավետ կրթություն ներկայում, պետք է ունենանք հստակ պատկերացում ապագայի մասին, սահմանում նպատակներ, այսինքն երևակայեն կամ սահմանենք այն ապագան, որում ուզում ենք գտնվել եւ այդ ապագայի երևակայության միջից պլանավորենք այսօրվա կրթությունը։ Դա ռազմավարական պլանավորման գործընթացն է ինքնին, բայց այդ գործընթացը ճիշտ իրականացնել ինստիտուցիոնալ ռեսուրսներով ամբողջ գիտություն է։ Ինձ թվում է նաև տենց զգացողություն է, որ Հայաստանը անդադ կանգնած այդ կարևոր ընտրության առաջ, որ ինքը իբրև փոքր երկիր, սահմանափակ ռեսուրսներով, պերիֆերիկ երկիր, հեռու այն տեղերից, որտեղ արտադրվում է այդ ապագան, իր ռիսկերով եւ այլն, այսինքն առաջին ձեռք էլի ոչ թե ասենց ուզում է ստեղծի իր ապագան, այլ փորձում է նմանացնի իր տեսլականը այն ապագային, որը արդեն ներկա է։ Քաղաքակրթության կենտրոններում։ Մենք հասնում ենք տրենդը հաճախ փոխում է, բազմիցս տեսել ենք այդ, միջև մենք մեր դանդաղ պրոցեդուրաներով ինստիտուցիոնալ հասնում ենք տեղ, բացում իրանք փոխել են միտքը։ Այո, մեր նման փոքր երկրների հաջողության ստրատեգիան, ինչքան որ ես եմ տեսնում, այդ նույն ծեծված Սինգապուր եւ այլն կամ Թայվան, նեղ մասնագիտացումն, այսինքն մենք որոշում ենք, որ ազգովի պետք է անենք այսինչ բանը եւ այնքան ենք հմտանում, որ մենք ենք սկսում դրա մեջ այդ ոլորտում ստեղծել ապագան։ Դե Սոնա, իմիտացիոն փուլը որ տարիքում է։ Բոլորի պատանեք։ Չէ, իրականում 3-5 տարեկանում, այսինքն մեր ինստիտուտն էլ այդ տարիքի ինստիտուտ կլինի, եթե զբաղվի միայն իմիտացիայով։ Մենք կլինենք 3-5 տարեկան, բայց հաճախ հետ ենք մենակ հասցնում անել, կարծես թե։ Շատ կարևոր դիտարկում է եւ հասունանալ նշանակում է հասկանալ քո իսկ մրցակցային առավելությունները, ուսումնասիրել քո անցյալը, կրթական ռեսուրսի տեսանկյունից Թերևս մենք ամենալավ դիրքերում գտնվող երկրներից ենք, պետություններից ենք, որովհետև լավ բան ասա, այդ ոնց։ Մենք Ադրբեջանի հետ համատած կամ Պակիստանի կամ Աֆղանստանի։ Չէ, եթե նայեք աղքատության ցուցանիշները, կրթությունը ընդ որում աղքատության փոփոխականներից մեկն է։ Այդ տեսանկյունից Հայաստանը աղքատ չէ, որովհետև մեր 95% երեխաներն ու պատանիները հաճախում են դպրոց, դպրոցը մոտ է գտնվում նրանց
բնակավայրերին, դպրոցի նկատմամբ մշակութորեն ավանդաբար կա հարգանք, բարձրագույն կրթության մեջ կան առանձին դեմքեր, գիտնականներ, մասնագետներ միշտ եղել են, այսինքն անհատական մարդկային ռեսուրսի տեսանկյունից մեր երկիրը բավականին հարուստ է։ Այսինքն մեզ չթերագնահատենք էլ ամեն դեպքում։ Սա շատ կարևոր է ամրագրել, որտեղ կրթության այդ մշակութային հանրային շերտն է, էլի։ Պլանավորման հմտություններն են պակասում։ Այդ ռազմավարական պլանավորման գործընթացի ամբողջականությունը, դրանից հետևող գործընթացների եւ քայլերի հետևողականությունը, ոչ միայն գրելը, այլ իրականացնելը, իմիտացիայից այն կողմ անցնելով իրականացնելը։ Դե մենք պլանավորումից միշտ ենք տեսնում ես հարցերը խառնշեցինք լրիվ։ Հա, այդ ունենք, չէ՞, մենք այդ թերությունը։ Դե հասկանալով, որ ունենք, հենց կարող ենք պլանավորել, որ աշխատենք դրա վրա, որպես այդ անհրաժեշտ ինքնակառավարման հմտություններից մեկը։ Փաստորեն, ինչպես արդեն ամրագրեցինք, մենք նաև ռեսուրսային ենք եւ կրթական համակարգը ակտիվ պահելու, հա, եւ ապագայում այդ պահելու պոտենցիալ ունենք, բայց պետք է նաև ոնց որ այդ ուղղությամբ աշխատենք, չէ՞։ Այ որ ուղղությամբ է, որ մենք անելիքներ ունենք եւ ոնց անենք, որ կրթությունը կապենք աշխատանքի հետ ավելի արդյունավետ։ Լավ լուր ունեմ, վերջին տվյալներով Հայաստանի ազգաբնակչության 26%-ը աշխատանքի տեղավորվելու համար կարևորում է կրթությունը, 21%-ը մասնագիտական հմտությունները։ Այսինքն 47% գիտակցում է, որ կրթության եւ մասնագիտական հմտության հիման վրա է հնարավոր աշխատանքի ընդունվել։ Խնամի ծանոթ արդեն։ Իսկ բախտի գործոնը այլևս մեր հոգեբանական հետազոտություններում բախտը շատ կարևոր գործոն է։ Մեր ժամանակը ցավոք անսպառ չէ, մենք ինչքանով որ հասցրեցինք ագին շոշափեցինք գլոբալ առումով եւ տեղական նշանակության կրթական process-ները եւ հուսով եմ որևէ sense ուղենիշներ տվեցինք հասկանալու մեր հերոստադիտողներին գլուխ անելու այս բարդ հարցից։ Շնորհակալություն Սոնա ջան, որ ժամանակ տրամադրեցիր եւ զրուցեցիր մեզ հետ այս թեմայով։ Ձեզ հետ բարդ մարդ հաղորդաշարն էր, հերթական բարդ հարցը պարզեցնելու եւ որոշ պարզ բաներ բարդացնելու խնդրականով ցտեսություն։